Վան ֆուտբոլային ակումբը նոր ոգևորությամբ է սկսել այս տարվա մրցաշարային հանդիպումները, արձանագրելով բազմաթիվ հաղթանակներ։ Խաղերը չարենցավանում էլ ավելի բարձր մակարդակով հյուրընկալելու նպատակով Վանը սկսել է մարզադաշտի ֆան զոնայի վերազինման աշխատանքները։ Եղանակային պայմաններով անընդհատ նեղություն է լինում երկրպագուների համար դաշտում խաղերին ներկա գտնվելու եւ ունեինք շատ փոքր հատված, որը որ հանդիսատեսի չէր բավարարում։ Մտածեցինք առաջնային այդ VIP հատվածը, VIP շենքի հատվածը ծածկը կառուցենք, որպեսզի մեր շատ կարևոր եւ սիրելի երկրպագուները խաղերի ընթացքում ինչու չէ նաեւ մանկապատանեկան մարզումների, մանկապատանեկան խաղերի ծնողների համար որոշակի կոմֆորտ զոնա ստեղծենք, որպեսզի ապահով լինեն թե անձրևից, թե ձյունից, թե արևից, այս մի հատվածը անենք ու կարծում եմ սա առաջի քայլն է, որ անում ենք եւ ինչպես տեսնում ենք գեղեցիկ պատկեր կստանանք ու այս ծածկը կլինի շարունակական։ Ապրիլի 16-ին Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակներում Վանը կխաղա Նոայի հետ։ Ապրիլի 30-ին կհյուրընկալի Նոյային սեփական դաշտում։ Վանն ակնկալում է երկրպագուների աջակցությունը բոլոր խաղերում, ինչն ամենակարևորն է ֆուտբոլիստների մարտական ոգին բարձր պահելու եւ հաղթանակներ նվաճելու առումներով։ Այս առաջնությանը Վանը շատ հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում, շատ աչքին հաճո ֆուտբոլ է ցուցադրում մարզավողական եւ այս պահին Վանը գտնվում է 5-րդ հորիզոնականում եւ 6 միավոր է ընդամենը զիջում 4-րդ տեղում գտնվող Փյունիկին եւ 1 խաղ պակասով։ Կարծում եմ այս տարի մենք լավ ամուր թիմ ստեղծել մարդունակ եւ բարձր տեղերի համար պայքարելու մասն է խոսքի դնում, բայց առիթ ունենք նաեւ մեկ հորիզոն բարձրանանք դեպի վեր, որը ընթացքում կախված գավաթի խաղարկությունից ընթացքում նաեւ հնարավոր է թույլ տա միջազգային առաջնությանը մասնակցենք, այսինքն UEFA-ի խաղարկությանը մասնակցենք։ Վանը հրավիրում է մարզասերներին համադրելու ֆան ակումբի անդամների շարքերը, համատեղ հրաշալի խաղաշրջան անցկացնելու ակնկալիքով։ Մենք երկրպագուների կարիք այդ երկու խաղերին շատ կունենանք, համենայն դեպս նաեւ հետաքրքիր թմի հետ ենք խաղում, Նոայի հետ եւ պայքարում ենք մինչեւ վերջ, գավաթից մենք չենք ուզում հրաժարվենք, դրա համար պայքարում ենք մինչեւ վերջ, ոնց կստացվի, բայց երկրպագուների քանակը, ժողովրդի հետաքրքրությունը Վանի հանդեպ այս ամենն է մեզ հենց թելադրում, որ մենք որոշակի կոմֆորտ զոնաներ ստեղծենք մեր երկրպագուների համար, որը առանց իրենց ուղղակի հետաքրքիր չի լինի այս պրոյեկտը, ինչով մենք զբաղվում ենք։